թվանշային աշխարհը FM 97.3-ում։ Ռադիո Լաբ։ Բարև բոլորին, Ռադիո Արևիկի եթերում Ռադիո Լաբն է, ես Կարեն Կոլոսովն եմ, բարի գալուստ տեխնոլոգիաների աշխարհ։ Առաջիկա րոպեներին խոսելու ենք մի յուրահատուկ միջոցառումից, որը արագության, տեխնոլոգիաների և մեծ ոգևորության մասին է։ Միացեք մեզ, հետաքրքիր է լինելու։ Ռադիո Լաբ։ Արդեն երրորդ տարին է, ինչ Հայաստանում կայանում է Mini Whoop Drone Racing մրցաշարը, մի հարթակ, որտեղ հավաքվում են դրոնների սիրահարներ, սկսնակներից մինչև փորձառուներ։ Այս տարի մրցույթն էլ ավելի մասշտաբային էր, մասնակիցները ոչ միայն Հայաստանից էին, այլև արտերկրից։ Ռադիո Լաբում հյուրընկալել եմ Armdrone համայնքի հիմնադիր, մրցույթի կազմակերպիչ Հայկ Կարապետյանին և այս տարվա մրցույթի մասնակիցներից Դավիթ Դավթյանին, Վահագն Հովհաննիսյանին և Հայկ Սարգսյանին։ Ողջույն, բարի գալուստ Ռադիո Լաբ։ Շնորհակալ ենք հրավերի համար։ Հայկ, նախ շնորհավորում եմ ստացված մրցույթի կապակցությամբ։ Ինչն էր առանձնահատուկ Հայաստանում անցկացվող FPV դրոնների երրորդ մրցույթում։ Շնորհակալ եմ ամենամյա լուսաբանման համար առաջին հերթին։ Այս տարին առանձնանում էր նրանով, որ առաջին անգամ մենք անցկացրեցինք նախընտրական փուլ, այսինքն մասնակիցների քանակը այնքան շատ էր, որ նախընտրական փուլի կարիք առաջացավ ու կարողացանք ֆիլտրել լավագույններին արդեն եզրափակչում։ Այս տարի ունեցանք միայն եզրափակչում 40 մասնակից, ունենք նաև մասնակիցներ արտերկրից ժամանած, Վրաստանից, Ղազախստանից, Բելոռուսից եւ Ռուսաստանից, ունենք անգամ գործող չեմպիոններ մասնակիցներ, ովքեր բնականաբար զբաղեցրեցին արժանի իրենց հորիզոնականները։ Ֆավորիտներ ունենք, որ սպասում էինք առաջին հորիզոնականն զբաղեցնելու, բայց քանի որ սա մրցույթ է ու այստեղ կա բացի հմտություններից նաև լարվելու այդ հանգամանքը, որոշակի այլ դժվարություններ էլ, միանշանակ ասել, որ ֆավորիտները կարող են դառնալ հաղթող, շատ դժվար է։ Այս տարին առանձնանում էր նաև նրանով, որ մեր երեխաները հնարավորություն ունեցան մրցել լավագույնների հետ։ Դա մեծ փորձ էր իրենց համար, անգամ ուժերի անհավասարության դեպքում երեխաները հասկանում էին, թե որ ճանապարհով պետքա գնան ու փորձում էին նմանվել արդեն լավագույններին, հաշվի էին առնում իրենց սխալները ու վստահ եղեք հաջորդ տարիներին ավելի լավ արդյունք են գրանցելու։ Այս տարին առանձնանում էր նաև նրանով, որ ունենք գործընկերներ եւ հովանավորներ, ովքեր մեզ շատ էին աջակցում ու իրենց աջակցության շնորհիվ մենք կարողացանք մրցույթի մասշտաբները ավելի մեծացնել, փորձեցինք մի փոքր ավելի շատ հետաքրքիր լուծումներ տանք նաև հանդիսատեսի համար, վարձակալել էինք մեծ էկրաններ, որի վրա դրոնների պատկերները երևալու է ու հանդիսատեսը հնարավորություններ տրիբունայում նստած հետևեր ուղիղ տեղի ունեցող մրցույթին ու տեսներ պատկերը, թե որ մարզիկը ոնց էր վարում իր դրոնը։ Բացի դրանից ունենք ուղիղ եթեր այս տարի առաջին անգամ։ Ձեզ հաջողվել է միավորել մարդկանց տարբեր երկրներից։ Ինչ դժվարություններ եղան այս տարի կազմակերպման հարցում։ Դժվարությունները մասնակիցների քանակն են, որ հնարավորինս ցանկանում ենք, որ երեխաները շատ հնարավորություն ունենային մասնակցելու, այսինքն իրենց սխալների վրա մի փոքր աչք ենք փակում նախընտրական փուլի ընթացքում, որպեսզի իրանց համար այդ մեծ մրցույթի մասնակցելու փորձը անպայման լինի։ Արդյունքում շատ երեխաներ շփոթվում էին, լարվում էին, բայց քիչ-քիչ այդ լարվածությունը անցավ ու կարողացանք արդեն երեխաների հետ արդյունք գրանցել ու իրանք արդեն իրանց փորձից հետո կարողանում են անալիզ անել իրանց սխալների վրա աշխատել ու այդ սխալները քիչ-քիչ արդեն փորձում են ուղղել, որ հաջորդ մրցաշավում ավելի պատշաճ կերպով հանդես գան։ Պրոֆեսիոնալների մակարդակում կարելի ասել թերություններ չի նկատվել, որովհետև մարդիկ հասկանում են իրանց գործից բավական շատ։ Այս տարի այդ մարդիկ բացի նրանից, որ ունեցան շատ հաճելի ծանոթություններ, մասնակցություն, մեր կողմից նաև կազմակերպվեց իրենց համար Հայաստանում տուր։ Հայաստանում նկարեցինք միասին մեծ տենց վիդեոռոլիկ, որը շուտով հասանելի կլինի, որը կպատմի Հայաստանի մասին, Հայաստանի տեսարժան վայրերի մասին, FPV դրոններով ունեցանք գեղեցիկ կադրեր նկարահանում Հայաստանի տեսարժան վայրերից, նաև ունեցանք պայմանավորվածություններ համատեղ միջոցառումների անցկացման մասով։ Մեզ այս տարի հրավիրում են Վրաստան մասնակցելու միջազգային մրցարշավի, որտեղ էլի բավական լուրջ օպերատորներ են մասնակցելու տարբեր երկրներից, եվրոպական երկրներից նույնպես։ Վրաստանի թիմի հետ նաև պայմանավորվել ենք, որ Հայաստանում ամենամյա մրցույթները անելու ենք ու իրանց թիմը միշտ ներկա է գտնվելու մեզ մոտ։ Մենք էլ խոստացել ենք մեր հերթին լավագույններին ներկայացնել իրենց մրցարշավերում։ Ղազախստանից էլ 2 օր առաջ ստացանք օֆիցիալ հրավեր կոնկրետ մեր համայնքի անդամների համար, որ ներկա գտնվենք Ղազախստանում էլի բավական մեծ մրցարշավի։ Ունենք նաև հրավեր Լեհաստանից, այն ժամանակ ոնց որ ոչ մի մրցույթի հրավեր չենք ստանում, այս տարի պետքա մտածենք, թե որին ենք հասնելու, մասնակցենք։ Բավական լուրջ պետքա մարզվել, պատրաստվել, որպեսզի գնանք Հայաստանը ներկայացնենք ու Հայաստանի դրոշը կարողանանք բարձրացնենք տարբեր երկրներում։
Խոսենք արդյունքներից։ Որպես մրցույթի ամփոփում նշեմ, որ ունենք 3 անվանակարգ՝ սկսնակներ, միջին կարգի օպերատորներ եւ պրոֆեսիոնալներ։ Նման բաժանումը արված էր, որպեսզի հնարավորություն տանք բոլորին հավասար պայքար ունենալ առաջին հորիզոնականը զբաղեցնելու համար, քանի որ պրոֆեսիոնալները երեխաների հետ մրցելու ընթացքում բնականաբար նրանց հաղթելու են, դրա համար որոշել ենք, որ անվանակարգերը կիսենք։ Ունեցանք ամեն անվանակարգում առաջին, երկրորդ եւ երրորդ հորիզոնականներ, ունեցանք նաեւ տարբեր խրախուսական նվերներ, որոշակի հմտություններով կամ նպատակասլացությամբ եւ այլ կրիտերիաներով մասնակիցների խրախուսական նվերներ տրվեցին, բոլորը ստացան մեդալներ, գավաթներ, դիպլոմներ բնականաբար։ Վահագն Հովանեսյանը զբաղեցրեց երրորդ հորիզոնականը սկսնակների մեջ, Հայկ Սարգսյանը ցավոք սրտի չզբաղեցրեց հորիզոնական տեղ, սակայն դրոնի խափանումը եթե չլիներ, ամենայն հավանականությամբ երկրորդ հորիզոնականը լինելու էր նրանը, եւ Դավիթ Դավթյանը առանձնանում էր նրանով, որ նա իմ նախավերջի խմբի ուսանողներից էր ու մոտարապես տենց ամիս ու կես կամ փոքր ավելի շատ էր սովորել ու այդ ընթացքում արդեն մասնակցեց ոչ թե սկսնակների անվանակարգում, այլ միջին անվանակարգում ու զբաղեցրեց երրորդ հորիզոնականը, ինչը թե իմ համար, թե Դավիթի համար վստահ եմ շատ մեծ արդյունք է ու շատ գովելի է։ Դավիթ, կպատմեք ձեր մրցույթային փորձի մասին, ինչպես սկսեցիք դրոններով հետաքրքրվել։ Սկսել եմ վաղուց, բայց չէի սպասում, որ դի առնեմ, շատ դժվար է, որոշել եմ, որտեվ էժան հաճույք չի։ Եթե ուզում ես պրոֆեսիոնալ դառնաս, Հայկին տեսա YouTube-ում, այտենց եմ ես որոշել, որ դի զբաղվեմ։ Իմացա, որ դասընթացներ կա, այդ ժամանակ արդեն ես սիմուլյատոր քշում էի, որտեվ նախորդ ես արդեն գիտեի փուլային ես ինչ պետք է անեմ։ Դի փուլ դառնես, հետո սիմուլյատոր քշես շատ երկար ու դասընթացքի ժամանակ արդեն ես համ թեորիան իմացա, համ սկսեցի պրակտիկորեն պարապել։ Մինչև մրցույթը սկսելը ես արդեն պարապում էի։ Դուք փաստորեն միջին մակարդակում զբաղեցրեցիք երրորդ տեղը, ինչը օգնեց հասնել դրան, փորձը, մարզումները, թե այլ բան։ Մտածում եմ փորձը նախ եւ առաջ։ Երկրորդն էլ ճիշտ քո պարապելը։ Ակցենտը հասկանում եք, ես ռուսախոս եմ, ճիշտն ասած վաղուց ռուսների հետ չեմ շփվել եւ այդ օրը բավականին շատ եմ շփվել ռուսերեն։ Ռուսաստանից լիքը մարդ կար, համ փորձով, համ բանով ես իրանցից լիքը բաներ եմ իմացել։ Վահագն, Հայկ, դուք դպրոցականներ եք, որ դասարանում եք սովորում։ Ես 7-րդ դասարան։ Ես 8-րդ դասարանում։ Փաստորեն 7-րդ եւ 8-րդ դասարաններում եւ արդեն զբաղվում եք դրոններով։ Ինչպես սկսեցիք։ Ես արդեն դրոններով զբաղվում եմ մի քանի տարի։ Ինձ հետաքրքրել է այս ոլորտը ընկեր Հայկից։ Ինքն է մեզ դրդել, որ մենք սովորենք այս ոլորտը եւ զարգացնենք մեր երկրում։ Ես 2022 թվականից հետաքրքրվեցի դրոններով ու սկսեցի հաճախել ընկեր Հայկի խմբակ։ Սկզբից ինձ շատ հետաքրքրեցին դրոնները ու մինչև հիմա ես զբաղվում եմ ու վերջապես արդյունքի հասա։ Ո՞րն էր ամենաբարդ պահը մրցույթի ժամանակ կամ ամենահետաքրքիրը։ Իմ համար ամենաբարդ մասը այն էր, երբ ես հասկացա, որ չեմ կարող անցնել ֆինալ, իմ դրոնը որտեղ խափանվեց եւ ինձ հնարավորություն չտրվեց գնալ ֆինալ։ Եթե չխափանվեր, ես կարող էի զբաղեցնել առաջին հորիզոնականը։ Մրցույթը հասանկամ շատ լավ անցավ, ես անցած տարի էի մասնակցել մրցույթին, անցած տարի էլ շատ գոհ էի, բայց այս տարի ավելի գոհ էի, որտեվ կազմակերպված էր արտերկրից հյուրեր կային ու գոհ եմ իմ արդյունքներից։ Շատ հետաքրքիր բաներ սովորեցի դրոնների մասին մրցույթի ընթացքում։ Մեր մրցույթին մի տղա էր մասնակցել, ով մեր տարիքի էր, ես իր մասին լսել էի, բայց իրեն երբեք չէի տեսել ու գիտեի, որ ինքը շատ լավ չեմպիոն է, ու ինքն բավական լավ հորիզոնական մարզակցեց, ես իրեն շատ շփվեցի ու իրանից լիքը բաներ սովորեցի, որոնք ինձ պետք է գան ապագայում։ Հայկ, ինչ է սպասվում առաջիկայում։ Mini Whoop Drone Racing 2026։ Mini Whoop Drone Racing 2026-ը անպայման, ասեմ ավելին, որ մեզ սպասվում է նաև արդեն մեծ դրոններով մրցույթներ։ Շատ փակագծեր չբացեմ, բայց կասեմ, որ ունենալու ենք էլի բավական մեծ մրցույթ։ Այդ մրցույթին նույնպես արտերկրից մարդիկ են մասնակցելու, ուղղակի մեզ պետք է որոշակի գույք ձեռք բերել, անընդհատ մարզվել, փորձել մի քանի շատ կարևոր խնդիրներ լուծել, որոնք հիմնականում ֆինանսական միջոցների հետ են կապված, բայց փորձենք այդ խնդիրները շատ արագ լուծել ու արդեն անցկացնել ավելի մեծ մրցույթ, որտեղ կմասնակցեն նաև եվրոպական երկրներից ու կդարձնենք Հայաստանը դրոն ռեյսինգի կենտրոն, այսպես ասած, մրցույթներ անցկացնելու մասով։ Կունենանք մեծ փորձի փոխանակում տարբեր երկրների մասնակիցների հետ, ուժեղ կապեր ու վստահ եղեք, որ այն ինչի որ հասել ենք, սա դեռ սկիզբն է, անգամ մենք գնում ենք այն ուղղությամբ, որ մենք էլ չգիտենք մեզ ինչեր է սպասվում ու մեր յուրաքանչյուր դրած նպատակ իրագործում ենք ու այդ նպատակների, այսպես ասած, ախորժակը ավելի է մեծանում ու փորձում ենք ավելի լուրջ բաներ անել։ Շնորհակալություն մեզ հյուր գալու համար, եւս մեկ անգամ շնորհավորում եմ բոլոր հաղթողներին եւ հաջողություն եմ մաղթում մյուս տարվա մրցաշարի մասնակիցներին։ Շնորհակալություն հրավերի համար, կհանդիպենք մյուս տարի։
Հիշեցնեմ, որ Ռադիոլաբում զրուցում էի Արմդրոն համայնքի հիմնադիր, մրցույթի կազմակերպիչ Հայկ Կարապետյանի եւ այս տարվա մրցույթի մասնակիցներից Դավիթ Դավթյանի, Վահագն Հովհաննիսյանի եւ Հայկ Սարգսյանի հետ։ Եթերում Ռադիոլաբն էր, կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Ցտեսություն։